Այս տարի ԿՊ-ն պարտվել է Գյումրիի ավականու ընտրություններում եւ պարզ է, որ չի համակերպվի այդ պարտությունների հետ, ինչպես չի համակերպվել օրինակ Վանաձորում։ Եվ առավել եւս դա չի անի այն պարագայում, երբ երկրորդ քաղաքը կարող է լինել ոչ ԿՊ-ական քաղաքապետի ձեռքում, հաշվի առնելով, որ մի քանի ամսից տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները։ Եվ Փաշինյանն էլ ասաց, որ դուրս է շպրտելու Վարդան Ղուկասյանին քաղաքականությունից։ Ես այն ժամանակ էլ ասացի, թե ինչ գործիքներ ունի նա դուրս շպրտելու։ Դրանք ոչ քաղաքական գործիքներ են, դրանք իր ձեռքի տակ գտնվող ուժային լծակներն են, այսինքն ոստիկանությունը, ԱԱՑ-ն, քննիչները, տվյալ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեն, ինչպես նաև դատախազությունը եւ դատարանները։ Այդ գործիքների միջոցով Փաշինյանը հեռացնելու է Վարդան Ղուկասյանին քաղաքապետի պաշտոնից։ Եվ արդեն ասել եմ նաև անցած շաբաթ, որ պետական տերորը շարունակվելու է եւ ձերբակալությունները նույնպես շարունակվելու են այս շաբաթ եւ հաջորդ շաբաթներին։